Ձեր Facebook-յան էջն եք ուսումնասիրել եւ որոշ գրառումներ կան Արցախի հետ կապված, նաեւ ձեր լուսանկարն ենք տեսնում Արցախ ժամանցային կենտրոնում։ Ուզում ենք Արցախ ժամանցային կենտրոն է բան արած, խնդրեմ։ Ոչ թվականի, հա, ճիշտ է, ինչ ասում։ Արցախ ժամանցային կենտրոն չի Վանաձորում է գտնվում։ Հա, հասկացա։ Անունը Արցախ է ուղղակի։ Արցախի հետ կապված ձեր դիրքորոշումները փոխվել են, թե չէ, որովհետև մենք տեսնում ենք, որ նախկինում մինչև ԿՊ-ի падգամավոր լինելը դուք որոշ գրառումներ եք արել եւ ասում եք, որ Հայաստան եւ Արցախ աշխարհը մեկ է, մերն է եւ այլն, հիմա ուզում ենք հասկանալ ձեր դիրքորոշումները փոխվել են, թե չէ։ Գիտեք, իրականում ես իրական Հայաստանի կողմնակից եմ։ Ինձ թվում է այդքանով ամեն ինչ ասված է, ես միշտ մտածել եմ եւ եղել եմ Արցախում եւ շատ սիրել եմ Արցախը, բայց պետք է հաշտվենք այն մտքի հետ, այն ինչ ունենք այսօր։ Այսինքն փոխվել են, ճիշտ եմ հասկանում։ Ենթադրում եմ, որ իմ պատասխանը բավարար է։ Տեսեք, հիմա վարչապետը եւ ԿՊ իշխանությունը առհասարակ գտնում է, որ Արցախը Ադրբեջան է, Արցախի էջը պետք է փակել, անցնել առաջ, բայց ձեր էջ ուսումնասիրելով այդ էջը դեռ փակ չէ։ Այդ գրառումները դուք պիտի խմբագրեք, ջնջեք, որպեսզի չհակասի դա ձեր ներկայիս ղեկավարի կուրսի հետ, թե ոնց պետք է վարվեք։ Իրականում ես չգիտեմ ինչի մասին եք խոսում, նման բան ես չեմ լսել, որ պետք է փակվի, պետք է, չգիտեմ, մենք ունեցել ենք Արցախ, այսինքն մենք ես կողմնակից եմ նրան, որ մենք պետք է ընդունենք մեր պատմական Հայաստանը, բայց այս պահին ունենք այն, ինչ ունենք։ Մեր սահմանները սահմանափակվում են իրական Հայաստանի սահմանով։ Հա, տեսեք, դուք հիմա էլ ասեցիք արտահայտություն ունեցել ենք Արցախ, բայց ձեր իշխանությունը հայտնում է, որ Արցախը Ադրբեջանինն է, Արցախը մերը չէ, պետք է մոռանալ, ասում եք չեմ լսել, որ ասել Արցախի էջը փակվել, բայց բազմաթիվ անգամ նման հայտարարություններ եղել են հենց վարչապետի շուրջ։ Արցախի էջը փակել, նայեք, Արցախը երբեք չի եղել Հայաստանի Հանրապետության կազմում։ Արցախը եղել է ինքնավար մարզ։ Եվ կարծում եմ Արցախը հայերով բնակեցված տարածք է եղել եւ եղել է ինքնավար մարզ։ Ոչ մի տեղ չենք գտնի այն մասին տեղեկություն, որ Արցախը եղել է Հայաստանի կազմում։ Մեր վերահսկողությունը Շատ լավ, բայց դա դեռ չի նշանակում, որ Արցախը եղել է Հայաստանի կազմում։ Մենք Արցախի համար ես շատ ցավում եմ իրականում, որովհետեւ ես ինքս շատ մեծ գործունեություն եմ ծավալել արցախահայության հետ, շատ մեծ օգնություններ ենք տրամադրել մեր Արցախից տեղահանված բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, նրանք ովքեր եղել են Սպիտակում, չգիտեմ, ծրագրեր շատ են կարել եւ ես շատ ցավում եմ այն ինչ որ տեղի է ունեցել, բայց վերահսկողություն այս պահին չունենք, որովհետեւ ոչ մի անգամ, երբ որ մենք նայում ենք պատմությունը, ոչ մի անգամ Արցախը չի եղել Հայաստանի կազմում։ Դուք Արցախը մերը համարել եք, թե չէ։ Արցախը մերը համարել եմ այնքանով, որովհետև տվյալ ժամանակահատվածում թե մեր զինվորները, թե մենք կարողացել ենք գնալ Արցախ, Լեռնային Ղարաբաղ, այսպես ասած, եւ մեր զինվորները իրենց կյանքն են տվել Լեռնային Ղարաբաղի համար։ Դուք կիսում եք այդ տեսակետը, որ մեր զինվորները հանուն ոչնչի են զոհվել։ Հանուն ոչնչի չեն զոհվել, ես գիտեք, շատ ցավալի հարց եք տալիս հիմա, հանուն ոչնչի չեն զոհվել։ Երբ որ ես ծրագրերի ընթացքում հանդիպել եմ մեր թե վիրավոր զինվորների ծնողների հետ, թե զոհված զինվորների ծնողների հետ, իրականում դա անասելի ցավ է, երևի մենք երբեք չենք կարող հասկանալ նրանց հոգեվիճակը։ Արցախի հանդեպ այժմյան իմ դիրքորոշումը այն է, ինչ ունենք այժմ։ Ես շատ ուրախ կլինեի, երբ որ մենք թեկուզ 30 տարի առաջ, երբ որ մենք լիարժեք տիրապետում էինք Արցախին, մենք ունենայինք որոշակի փաստաթղթեր, որ կարողանայինք Արցախը լիարժեք մերը համարել։ Բայց դուք ձեր հոգու խորքում մեր պատմական հայրենիքի մաս եք դա համարում։ Ունենք պատմական հայրենիք եւ ունենք իրական Հայաստան։ Ես շատ ուրախ կլինեի, երբ որ մեր պատմական Հայաստանը եւ մեր իրական Հայաստանը համընկնեին միմյանց հետ, բայց այս պահին ունենք այն ինչ ունենք եւ իրականում ցավալի է, բայց երբ որ մենք առերեսվում ենք իրական մեր խնդրին, հանգում ենք այն եզրակացությանը, որ Արցախը ոչ մի
պատմական ժամանակահատվածում փաստաթղթային չի եղել Հայաստանի կազմում, այսինքն եղել է հայերով բնակեցված, բայց չի եղել մեր կազմում։ Շատ լավ, տեսեք, բայց զուտ իրողությունները հաշվի առնելով փաստացիորեն 2020 թվականի պատերազմից առաջ Արցախը մերն էր, չէ, մեր վերահսկողության ներքո էր։ Այդպես է թե չէ։ Եկեք sense կետերով գնանք, որ մենք գիտենք այն ինֆորմացիան, ինչ մեզ փոխանցել են։ Եվ այդ ժամանակ, քանի որ ես չեմ տիրապետել ինֆորմացիային այնքան, ինչքան այժմ եմ տիրապետում, այն ժամանակ այլ է եղել։ Այժմ ես համարում եմ, որ մենք ունենք իրական Հայաստան, եւ ես շատ կուզեմ, որ մենք հզորանանք, մենք ուժեղանանք, մենք կարողանանք մեր դիրքերը ամրապնդել եւ շարժվել առաջ։ Մի հարց էլ կներեք, էլի Արցախի հետ կապված։ Ինչու կորցրեցինք Արցախը։ Դուք ունեք դրա վերաբերյալ ձեր գնահատականը։ Այդ հարցի նկատմամբ ոչ մի մեկնաբանություն չունեմ, դա կարծում եմ իմ տիրույթում չէ։ Ոչ։ Շատ լավ, պատգամավորը շատ այլ գործառույթներ եւս ունի։ Այս պահի դրությամբ ես մեկնաբանություն չունեմ այդ հարցի շուրջ։ Շնորհակալություն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության նոր ընտիր պատգամավոր Լուսինե